Սիրելի հայրենակիցներ, տարին մեկնարկելով մենք եւ ամբողջ աշխարհը սպառողը դարձավ նոր համավարակի COVID-19-ի եւ ամենատարբեր երկրներ, ժողովուրդներ ամենատարբեր ձևի ընդունեցին այս մարտահրավերը։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում եւ առհասարակ աշխարհում 1 միլիոն բնակչության համեմատության մեջ վատ թարացող տենդենս արձանագրեց։ Սա մեր համար ցավալի կորուստներով փաստ արձանագրվեց մեկ անգամ եւս։ Սիրելի հայրենակիցներ, մի շարք խնդիրների, մարտահրավերների մասին հունիսի 5-ին մեր քաղաքական խորհրդի նիստի ժամանակահատվածում խոսեց անձամբ Գագիկ Ծառուկյանը, մատնանշելով թե խնդիրների լուծման ուղիները, թե ապագայում մեզ սպասող մարտահրավերները։ Իշխանության ներկայացուցիչները ցավոք սրտի ականջալուր չեղան։ Ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչները այն թեզերը, որոնք որ քննարկվել եւ առաջարկվել էին, ականջալուր չեղան, ինչի սպառողը ցավոք սրտի դարձավ մեր պետականությունը եւ մեր ժողովուրդը։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված այս պատերազմական գործողությունների արդյունքում մենք ունեցանք հազարավոր զոհեր։ Մենք ունեցանք հազարավոր հաշմանդամություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Մենք առ այսօր ունենք ռազմագերիներ, նաև գերիներ քաղաքացիական անձանց շրջանում, որ պատկան մարմնի եւ պետության ներկայացուցիչները հստակ չեն կարողանում առ այսօր ներկայացնել, քանի անձի մասին է խոսքը գնում։ Առհասարակ, որպես այդպիսին, անցնելով այսքան օրերի մեջով, սքալով այս իրողությունները, այնուամենայնիվ հստակ փաստեր չեն ներկայացվում տեղի ունեցածի մասով։ Այս համատեքստում հարկ եմ համարում տեղեկացնել, որ այս տարվա իմ վերջին օրենսդրական նախաձեռնությունը վերաբերվում է պետական դավաճանությանը։ Սա ամենածանրագույն հանցագործությունն է, որ կարող է տեղի ունենալ, եւ այսօր որպես իրողություն մենք արձանագրում ենք, որ թե քաղաքական ամենաբարձր պաշտոններ զբաղեցած անձանց կողմից, թե ռազմական գործառույթներով օժտված անձանց կողմից, թե քաղաքացիական անձանց կողմից այս վատ դրսևորման իրականացնող եւ կազմակերպողներն են եղել, ինչի փաստերի մասով մենք ապագայում ավելի մանրամասն վերլուծելու եւ արձանագրելու հնարավորություններ կունենանք, բայց թող բոլորը իմանան, որ ովքեր համարձակվել են մեր պետության, մեր ժողովրդի նկատմամբ դավաճանական գործողություններ իրականացնել, նրանք պատժվելու են օրենքի ամենախիստ պատժով, որը որ սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ սահմանադրությունը։ Սիրելի հայրենակիցներ, այս տարվա ընթացքում նաև խոստումներով եմ հանդես եկել իմ ընտրողներին, մասնավորապես Էրեբունի վարչական շրջանի մի շարք խնդիրներ առկա են առ այսօր, ջրամատակարարման հետ կապված քաղաքաշինական, կենցաղի մի շարք հիմնահարցերով, Վարդաշենի հանրակացարանի հիմնախնդիրը, որը որ տարիներ շարունակ ես եւ իմ գործընկերները օրենսդրական նախագծերով բյուջեային փոփոխություններ իրականացնելու առումով արդեն իսկ ծրագրեր մշակել եւ ներկայացրել ենք։ Նաև պետք է անդրադառնամ Նուբարաշենի աղբավայրի հիմնախնդրին, որի լուծման ծրագիրը եւս ներկայացված է կառավարությանը եւ ցավոք սրտի առ այսօր որևիցե կառուցողական քայլեր եւ գործողություններ չեն իրականացվել։ Մենք ունենք այսօր սոցիալական, տնտեսական վատ թարացող դինամիկա եւ այս խնդիրներին զուգահեռ մենք արձանագրում ենք, որ պետական մարմիններում բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր միջակության շեմը չեն կարող հաղթահարել իրենց գիտելիքներով եւ իրենց փորձառությամբ։ Մենք գտնում ենք, որ փոփոխությունները անհրաժեշտ են րոպե առաջ իրականացնել, որպեսզի կարողանանք այս ճգնաժամային իրավիճակը լուծել։ Իսկ ճգնաժամը հնարավոր է լուծել բացառապես այն մարդկանցով, այն թիմերով, այն ոլորտի ներկայանալի պրոֆեսիոնալներով, ովքեր փորձառու են, ովքեր հմուտ են, ովքեր աշխատանքային փորձ ունեն, կապեր ունեն եւ հնարավորություն ունեն այս իրավիճակում վերցնել իրենց վրա պատասխանատվություն եւ այս պատասխանատվությունը տանել պատվով։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, երբ մենք մեր քայլերն ու գործողությունները արել ենք միասնական, համախմբվել ենք, դարձել ենք մեկ բռունցք, մենք եղել ենք անպարտելի եւ չի եղել մեր համար այնպիսի մարտահրավեր, որը որ մենք չկարողանանք հաղթահարել։ Սուքը հավերժ է,
եթե չկա պայքար։ Մենք ունենք պայքարելու ցանկություն, մենք ունենք գենետիկ ունակություն ամենադժվարին իրավիճակներում համախմբվելու եւ հաղթանակած դուրս գալու ամենաբարդագույն իրավիճակներից։ Մեր ժողովրդի ոգին անպարտելի է, ինչում եւ համոզված եմ, անլուծելի խնդիրներ մեր ժողովրդի համար չկան։ Երնեք թե այս նոր տարին, վերջ տարհայի ծավերին, չարակոչեր ու բարին, բունդներ մեր սրտերին, չարակոչեր ու բարին, բունդներ մեր սրտերին, երնեք թե այս նոր տարին, ոտքի կանգներ Հայաստան, և կիսական բերկարին, լիներ քաղաք մեր ոստան,